Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Ավետարանական պատմությունները մեզ համար մեկնում է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Աստված օգնական սրբազան։ Աստված բավական։ Աղքատ եւ հարուստ։ Այս բաժանումը հաճախ է խորհելու առիթ տալիս։ Ովքեր են հարուստները, նրանք, ովքեր բարեկեցիկ կենցաղ ունեն, եւ արդյոք աղքատ են նրանք, ովքեր զրկված են նյութական միջոցներից։ Բոլոր ժամանակներում արդիական են այս հարցի շուրջ քննարկումները։ Սուրբ գրքում հարուստ եւ աղքատ բառերը հաճախ խորհրդաբանական նշանակությամբ են կիրառվում։ Այսօր սրբազանի հետ անդրադառնալու ենք այդ հարցերին։ Իսկ մինչ այդ ընթերցենք ավետարանական պատմությունը։ Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում, եւ ամեն օր առատապես ուրախություն էր անում։ Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ, վերքերով ծածկված։ Եվ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից։ Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը։ Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը։ Մեծահարուստն էլ մեռավ եւ թաղվեց։ Եվ դժոխքում մինչ սատանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին եւ Ղազարոսին էլ նրա գրկում հանգստացած։ Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հայր Աբրահամ, ողորմիր ինձ եւ ուղարկիր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ»։ Եվ Աբրահամը նրան ասաց. «Որդյակ, հիշիր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ չարչարանքները։ Այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ Եվ այս բոլորից բացի մեծ վիհ կա մեր եւ ձեր միջև։ Եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա։ Ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել»։ Մեծահարուստն ասաց. «Արդ աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես 5 եղբայրներ ունեմ, որպիսի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»։ Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես եւ մարգարեներ, թող նրանց լսեն»։ Եվ նա ասաց. «Ոչ, հայր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»։ Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին եւ մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն»։ Սրբազան, ինչու է Հիսուս երկու ծայրահեղությունների մասին խոսում՝ ծայրաստիճան աղքատ եւ մեծահարուստ, չէ՞ որ մարդկության մեծ մասը միջին խավին է պատկանում։ Ուրեմն պետք է այս արագի պատմելու նպատակը հասկանանք Տեր Հիսուսին, մարդու միտքը դիալեկտիկայով աշխատի, այսինքն հակառակ փևերները եւ անոնց համատրումը եւ կամ հագատրումը ճշմարտությունը մեջտեղ կհանե եւ Հիսուս այս մեթոդը հաճախ կօգտագործե։ Երկրորդն ալ իրապես բոլոր ասպարեզներուն իդեալներ կան։ Օրինակ, եթե մեկը քրող է, իրեն համար Նոբելի մրցանակը շահիրն է, չէ՞։ Նոբելի մրցանակը շահած մեկը այդ ասպարեզի թերևս կակատնակետին հասած կսեպվի։ Եթե մարզիկ է մեկը, եթե օլիմպիադայի չամպիոնը լա, ուրեմն իրեն համար այդ իր ասպարեզը կակատնակետն է։ Ուրեմն Տեր Հիսուս խոստե իր ունգընտիրներուն գսե, որ ինչ է ձեր հարստության չափանիշը։ Ով է ձեզ համար ամենեն հարուստը, լավագույն հագուստները հագվողը, միշտ ուրախություն սարքողը, ոչ մեկ խնդիր չունեցողը, փառք ու բադիվ վայելողը։ Եվ ով է ընկերության ամենեն ցած անձը, վերքերով լեցված, մուրացկան մնե, որ շուները իր ընկերն է։ Ուրեմն եկեք այս երկու օրինակներով մենք խոսենք։ Ձեր այդ ամենեն փախցալի եւ ձեր ամենեն քարշելի օրինակները տնենք մեջտեղ եւ տեսնենք թե մարդ ինչպես գնայի ասոնց, Աստված ինչպես գնայի։ Սրբազան առակում հարուստին եւ աղքատին նկարագրող խոսքեր կան։ Հարուստը բեհեզ եւ ծիրանի էր հագնում, իսկ աղքատը վերքերով էր պատված։ Սրանք խորհրդանշական իմաստ ունեն։ Տեր Հիսուս կուզե բացատրել իր ունգընտիրներուն իր ժամանակի մագարտակներով համացան ինչ է հարուստը։ Հիմա մեզ համար հարուստը Mercedes կունենա, ջիպերու վրա է, Եվրոպա կրնա երթալ,
ամեն շաբաթ, ուրեմն իր ժամանակի մեջ ալ Փեհեզ եւ Ձիրանի գահակվեին։ Ուրեմն այս հագուստը, որ Տեր Հիսուս կակնարկե, փանվորիմը 3 տարվա աշխատանքով գրնայիր քնել։ Իսկ այս մարդը ամեն օր դարբեր այսպիսի թակավորական հագուստեն գահակվեր եւ ամեն օր խրախճան կներ։ Ուրեմն այդ ժամանակները թերևս արևելքի մեջ դակավին կշարունակվի, բادرակաղ եւ գտալ չեն կործածեր, ցերքերով գտեին։ Ուրեմն եւ գյուղոտնար այդ ցերքերը, ուրեմն հարուստի համար պրեստիժ մներ, որ իր դունը հացով լեցուն է, ուրեմն լավաշներ գտնեին եւ մարդիկ իրենց ցերքերը սրբելու ադեն այդ լավաշներու կսրբեին եւ այդ լավաշները գնետվեր։ Այդ հացերը աղբ չէին նետել, շուներուն գուտային եւ կամ աղկատներուն գուտային։ Եվ խոստը աղկատը իրապես մխիթարանք չունի։ Միայն շուներն են իր ընկերները եւ բժիշկ չունի իր վերքերուն համար, վերքերը գլիզեր շուները։ Մի տեսակ Տեր Հիսուս այդ օրվան օրինակներով ցույց կտա, թե հարուստը որքան հարուստ էր եւ աղկատը որքան աղկատ էր։ Մահացան եւ Ղազարոսը եւ մեծահարուստը։ Սրբազան առակում նկարագրված հետմահու վիճակները տարածիորեն պետք է հասկանալ։ Երբ որ այս երկու մարդու մասին գխոսի, իր խոսած ամեն ինչը իրական կյանքեն առնված է, հա։ Փեհեզը, Ձիրանը, հագուստը, աղկատի վիճակը, շուները մեր կյանքի իրականություններ են։ Հետևաբար հետմահու վիճակներու մասին երբ որ գխոսի, ուրեմն մենք պետք է ընդունենք նաև որ խոստե հետմահու վիճակներու մասին հայտնություն մգա։ Այսինքն գա հոնդե հանգստացողներ, գա հոնդե դարաբողներ, գա վիճակներ եւ հոնդե ննչեցյալները գհիշեն այս աշխարհը, ուրեմն ասոնք զորավոր հայտնություններ են մեզի, որպես մենք նաև դեղեցություն ունենանք, թե մյուս աշխարհին ինչեր կան, ինչպիսի վիճակներ կան։ Զորօրինակ հոստը հարուստը գուզե որ իր մադը աղքատ Ղազարոսը մադը ճուրին թաթխե եւ իր փերանը տնե։ Հիմա հոստը այդ ճուրը ինչ է։ Քանի որ այլևս մարմին չունին, հոգևոր վիճակի մեջ է, ուրեմն այդ ճուրը հարգավ թե պետք է լա ավետարանի եւ Տեր Հիսուսի այլ ուսուցումներուն մեջ փնտրել այդ խորհրդանիշը, անիկալ Աստծո խոսքն է եւ Աստծո խոսքի մխիթարանքն է, որովհետեւ Աստծո խոսքը ճուրի խորհրդանիշը ունի ավետարանին մեջ։ Ուրեմն իրականության մեջ հարուստոստը սելգուզե որ Ղազարոսը խոսք մսե ինձ մխիթարվի մեզ ըսե ինձ որ ներած է ինձ եւ նաեւ Աբրահամի քիրկը կա որ հայտնի է որ հույժ խորհրդանիշ ասիկա մենք չենք գնարսել որ բոլոր արդարները գերտան եւ հայր Աբրահամին քիրին գնստի այնադեմ բավական խոշոր քիրկը պետք է լա ուրեմն Աբրահամի քիրկը Հիսուսի ժամանակ ընդհանրապես Աբրահամը հավատքի հայրն է բոլոր հավատացյալներու հայրն է հրյաներուն եւ քրիստոնյաներուն որովհետեւ իր մով կսկսի Աստծո խոստումները հավատացյալներուն եւ ինքը իր հավատքը փաստացե բոլոր դժվարություններու մեջ ուրեմն ինքը խորհրդանիշն է փրկված եւ մխիթարված հոգիներուն այս արագեն մենք չենք գտնար իրապես գադարյալ նկարագրություն մոտ ցերկ բերել թե մեռնելուց հետո բոլոր բարականերուն ինչ պիտի հանդիպի մեզ երբեմն ավետարանի մեջ այնքան քիչ են որ մյուս աշխարհի մասին եղած նկարագրությունները մարդիկ այդ նված բացատրությունները գարնեն եւ աբսոլյուտ կդարձնեն եւ գսեն որ միայն այդքան է եւ սակայն նույնիսկ այս օրինակը մեզ ցույց կտա որ մերելներու աշխարհին մեջ նույնիսկ զարգացումը կա նայեցեք ոստը հարուստ մարդը խելոքնալու կսկսի իր եղբայրները հիշելու կսկսի ուրիշներու համար բաներ մնելու փափակը գարտնա ասիկա զարգացումն է հետմահու հա անոր պատասխանը ինչ պիտի լա մենք չենք գիտեր ոստը հայր Աբրահամի տված պատասխանը որ վիհ մգած սեր մեջը եւ մեր միջև մեկը չգնար ոստեն անցնել ոստեն չեն գնար անցնել անիկա մարդոց համար այդպես է բայց Աստծո համար այդպես է
Ուրեմն մեր եկեղեցին ալ ավելի ընդարձակը մտածե եւ երբ որ մենք հետ մահու մասին պիտի մտածենք, ամբողջ Աստվածաշունչը պետք է առնենք։ Ոչ միայն մեկ արագով բավարարվենք եւ ամբողջ Սուրբ Գիրքը մեզ գսե որ ինչպես որ այսքան հարուստ է այս մեր աշխարհը, մեռնելուց հետո այնքան հարուստ է մյուս աշխարհը։ Եվ մարդոց ստացած վերապերմունքը դարբեր է։ Այսինքն բոլոր մեղավորները նույնպես չեն բաճվիր, բոլոր արդարներն նույնպես չեն վարձատրվիր։ Աստվածաշունչի օրինակն է եւ մյուս աշխարհը, որ մենք կմտածենք մեկտեղը չէ։ Հիշեցեք Տեր Հիսուս ինչ գսե Հովաննու ավետարանին մեջ, եթե երթամ, ցեզի դեր պիտի պատրաստեմ։ Հորս քով շատ բնակարաններ կան, բայց ես պիտի երթամ դակավին ցեզ համար դեր պիտի պատրաստեմ, որովհետեւ կամ ցեզարնեմ հոնդանիմ։ Ուրեմն Աստծո արքայությունն ալ դժողքն ալ ընդարձակվող տեղեր է։ Սրբազան, հայտնի են նման դեպքեր, երբ մարդը մահացել է եւ վերակենդանացել ու պատմել, թե ինչ է տեսել այն աշխարհում։ Ինչպես եք վերաբերում այս հարցին։ Այս պատմությունները հազարավորներ են, մի քանի չեն։ Ես անձնապես գիտեմ այդ պատմություններն մեկը իմ դադիս պատահած երկրորդ աշխարհի պատերազմի տարիներուն, երբ որ մեծ հայրս զինվոր էր եւ դադս առանցին էր քյուրի մեջ եւ մեծ մորակույրս դակավին մանուկ էր երախա էր եւ հիվանդություն գուկա դադիս վրա շուրթունքները կսևանան թողուկա եւ գմերնե քյուղացիներ գուկան ասկականները կքննեն լալու գսկսին եւ օդը դակ է եւ ամիջապես թաղելու համար արդեն պատրաստություններ կտեսնեն 4 ժամ հետո կյանքի գուկա եւ մեզ միշտ կպատմեր թե ինչեր տեսած է ինչպես էր այդ տեղերը ինչպես ետ դարձավ ուրեմն ես առաջին ցերքեն գիտեմ որ կան այսպիսի բարականեր քույություն ունին եւ վստահ եմ որ մեր ունգընտիրները իրենք եթե իրենց շուրջն ալ մի քիչ քննեն եւ իրենց ագանջ մի քիչ ուշադրությամբ բանան պիտի տեսնեմ որ կան շատ այսպիսի պատմություններ, որովհետև Աստված չուզեր, որ մենք անմխիթար մնանք, անհավատներու առջև։ Այս գետին թերևս ես կուզեմ գուզեի խոսի գիտական մի փորձի մասին, որ Ամերիկայի Փենսիլվանիայի մեկ հիվանդանոցում կատարված է, ուրեմն այն վիրահատության սենյակը, որ բժիշկները կան եւ հաճախ մարդոց սիրտը կգենա կամ կմեռնին եւ յետ կդառնան վերևի լույսերուն գտնված այդ փանոյին յետևը նշաններ գտնեն ասլի նշան քարագուսի երանգուն եւ այլն զանազան ուրեմն այդպիսի անձեր որոնք գսեն որ ես իմ հոգիս բարձրացած է եւ տեսա ինչեր գխոսեին ուրիշ մարդիկ լսեցի կորիդորի վրա փուշկույրները բժիշկները եւ շատերը իրապես կնկարագրեն գսեն որ գարմիր աստմը կա սա այն անգյունը սա անգյունի դեսա ես քարագուսիմա սա անգյունը գար շրջանակը Տեր Հիսուս Աբրոներուն տասկուտա որովհետեւ Աբրահամի խոսքը շատ տպավորիչ է գսե որ մարգարեներ ունեն